Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, մենք շարունակում ենք մեր հաղորդաշարը ձեզ ներկայացնել, հաղորդումների շարք ենք անում, ինչպես գիտեք, Հայաստանի տարբեր գյուղերից, բնակավայրերից, Տավուշից, Գեղարքունիքի մարզից, Սյունիքից, այս անգամ Արմավիրի մարզում ենք, Խոյ համայնքում ենք, Գեղակերտ գյուղում, կենտրոնը Խոյ համայնքի Գեղակերտն է։ Շնորհակալություն մեզ այստեղ հյուրընկալելու համար, թույլ տվեք ներկայացնեմ իմ հյուրերին եւ զրուցենք համայնքի ու գյուղի մասին։ Անուշ Գալստյան Արցախից է, ապրում է Էջմիածնում, բայց այստեղ աշխատում է քաղաքաշինության եւ հողաշինության բաժնում որպես գլխավոր մասնագետ։ Սարգիս Խանոյանը Խոյի համայնքապետարանի իրավաբանական առողջապահության սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետն է եւ Սպարտակ Ադամյանը նույնպես Արցախից Ճարտար քաղաքից է, ապրում է Ծաղկալանջ գյուղում։ Նախ արցախցիները ինչպես են հարմարվել համայնքում, շատ որ են, քիչ են, երևի Սարգիսը կասի։ Մենք ներկա պահին ունենք 261 ընտանիք արցախցի, 17 գյուղերում, 1032 անձ։ Ներկա պահին արցախցիք հարմարման հետ խնդիր չկա, համայնքում արդեն որոշները զբաղվում են հողագործությամբ, խնդիրներ չունենք։ Հա, տեղավորվել են հիմնականում ազատ բնակարաններում վարձակալությամբ, ճիշտ հասկացա։ Հիմնականում վարձակալությամբ, այո։ Հավասարաչափ են տեղավորված գյուղերում, թե գյուղեր կան, որտեղ Չէ, գյուղեր կան ավելի շատ են։ Հա, ինչքան օրինակ գյուղ կա ամենաշատը մի 40 ընտանիք գյուղ ունենք, հա, մոտավոր էլի։ Հասկացա, հողագործություն, երբեմն աշխատանք, ինչպես Օրավարձով նաև աշխատանք, հա, ունենք նաև պետական աշխատողներ։ Իսկ տեղյակ եք նրանց որ մասն է, որ Հայաստանի քաղաքացիություն ուզում է կամ ստանալ կամ արդեն ստացել է։ Հայաստանի ընդհանուր ցուցիչը հիմա մոտավորապես 5-5.5% է։ Արցախցիներից 100 հոգուց 5-6 հոգին են, որ քաղաքացիություն ստացել են։ Խոյի դեպքում հետ ուսումնասիրած ունեք, թե դեռ ոչ։ Տենց ուսումնասիրել ենք, բայց տենց ներկա պահին շատ չի թիվը, շատ քիչ։ Հասկացա, Անուշին հարցնենք, ինչ խնդիրներ ունեն արցախցիները, որոնք հատուկ են արցախցիների համար, ոչ թե ընդհանրապես համայնքի բնակիչների։ Նախ ողջունում եմ ձեզ, ասպարեզակորին, ձեր բոլոր տեսարաներին։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Անդրադառնամ արցախցիներին, անձինս ինձ երևի իմ գլխավորությամբ։ Երևի համար մեկ խնդիրը բնակարանային ապահովման ծրագիրն է։ Ավելի շատ մտահոգ են արցախցիների դրանով, որովհետև մեծամասնությունը ապրում է վարձով։ Հուսանք պետական աջակցության ծրագրերով ժողովուրդը կկարողանան ինտեգրվել, իրանց սեփական օջախները ունենան։ Դուք գիտեք ծանոթների, որոնք քաղաքացիություն արդեն ստացել են։ Իհարկե, եւ ինտեգրվում են այդ ծրագրերին։ Իհարկե, հենց ես արդեն քաղաքացիություն ունեմ, ընտանիքս էլ արդեն դույմը հայտը լրացրված է, բոլորս էլ բնակարանային դիմումի հայտը։ Չէ, քաղաքացիության, իսկ բնակարանների գնման բնակարանների դե մենք ունենք sense խնդիր, պետքա բոլորը ընտանիքի ամբողջ կազմը ունենա քաղաքացիություն, որ արդեն դիմումի հայտը լրացնի բնակապահովման ծրագրի համար։ Պարոն Ադամյան, այս հարցի շուրջ հարցի շուրջ ավելացնելու բան չունեմ, որովհետև ժողովուրդը հələ հույս կա, որ պետք է վերադառնա Ղարաբաղ, դրա համար չեն ուզում երևի Հայաստան քաղաքացիությունը։ Հա, մեր նախորդ հարցազրույցների ժամանակ էլ արցախցիների հետ զրուցում էինք, մի մասը, մեծ մասը ասում էին, որ եթե քաղաքացիություն ստանանք, դա կխանգարի Արցախ վերադառնալու հնարավոր որևէ տարբերակի, բայց հասկանալի այդ տարբերակների մեջ ոչ մի կերպ չի դիտարկվում Ադրբեջանի քաղաքացիությամբ վերադառնալու տարբերակը։ Ես դեռ չեմ տեսել Արցախցու, այո։ Հա, հիմնականում այդ պատճառաբանությունն էին բերում, 1-2 դեպք պատահել է, որ ասում են, որ ուզում են արտագաղթել ընդհանրապես փախստականի կարգավիճակով։ Հա, իսկ այստեղ տեղավորված այդ ընտանիքները ինչ եք կարծում, պարոն Խանոյան, մնացող են, թե ինչ-որ մասը գնացող է այնուամենայնիվ։ Չէ, իմ կարծիքով հիմնականում մնացող են։ Սկզբում հավանաբար ավելի շատ են եղել եւ մնացել են այսքանը, ճիշտ հասկացա ես, թե չէ։ Տարբերությունը շատ չի եղել։ Հա, շատ են եղել, մոտ 270, մի 10 ընտանիքի տարբերություն է երևի,
ու նենց չի որ չէ իմ կարծիքով հիմնականում մնացող են որտեվ արդեն հարմարվել են մեր գյուղական կյանքին իմ կարծիքն է որ կմնա շատերը հասկացա ինչ խնդիրներ ունի համայնքը եւ գյուղը մասնավորաբար Գեղակերտը եւ Խոյ համայնքը 17 գյուղերով որոնք են հիմնական խնդիրները որոնք կուզեիք որ լուծվեին խնդրեմ անուշ դուք եք կարող եք ասել Ընդհանրապես, եթե ասենք տենց գլոբալ ինչ-որ խնդիրներ ունեն, դե խոշորացումից հետո բնականաբար խնդիրներ երևի եղել են, լուծվում են ու ընթացքի մեջ են, տենց խիստ ինչ-որ գլոբալ հարց չեմ կարծում։ Բոլոր հարցերն էլ լուծելի են, ուղղակի ցանկացած հարցի լուծման համար ժամանակ է պահանջվում։ Այս սրահը օրինակ նորոգված է, ես շենքում տեսա ահագին նորոգված տարածքներ կային, նոր կահույք կար, սրանք սուբվենցիոն ծրագրով են արվել, թե համայնքի բուն միջոցներով են, թե տեղյակ չեք։ Սուբվենցիոնի նկատի ունեմ պետական դրամաշնորհների։ Սուբվենցիոն ծրագրերով հիմնականում խոշոր աշխատանքներ են իրականացնում։ Ասֆալտապատում եւ այլ համայնքային խոշոր ծրագրեր, իսկ էսի համայնքի միջոցներով են իրականացնում։ Խնդիրներից ինչ կա, ինչի կարիք ունի համայնքը։ Ինչ լինի, որ ավելի լավ լինի։ Հասկացա, ահագին բան լավ է, բայց ավելի չկա որոնք Դե համայնքը չգիտեմ ամեն կերպ ամեն ինչ անում է որ այդ խնդիրներին լուծում տա հիմնականում ունենք տենց խնդիրներ որը այդ process-ի մեջ է որոնք ջրագիծ էլեկտրականության մատակարարում ոռոգման խմելու գյուղ ունենք որ ընդհանրապես գազ չի ունեցել հիմա արդեն շատ հասկացնում են շուտով կունենան ջրագիծ ժամանակ բնականաբար խմելու հիմնականում ոռոգման խնդիր է հիմնականում լինում, դա էլ է կարգավորվում։ Դա էլ արդեն համեմատաբար տարեստարի ավելի լավանում է այդ խնդիրը։ Հասարակական տրանսպորտի վիճակը ինչպես է։ Ուր է գնում ստեղից օրինակ։ Ստեղից Էջմիածին, կենտրոն Էջմիածին։ Երևան գնացող չունեք դեռ։ Ուսանողականներ ունենք անվճար, որ համայնքն է տրամադրում։ Գյուղերից Երևան հենց չկա, գյուղերից Էջմիածին։ Ինչ խնդիրներ ունի համայնքը։ Կամ գյուղը որտեղ դուք ապրում եք, Ծաղկալան։ Գյուղի խնդիրի մանկապարտեզի խնդիր կա։ Երեխաները հենց ձեր գյուղում որտեղ դուք ապրում եք Ծաղկալանջում։ Չկա ընդհանրապես թե երեխաների։ Ընդհանրապես չկա։ Եվ ինչ են անում այդ երեխաները։ Կողքի գյուղերի։ Հիմա ծնողները տանում բերում են։ Ասենց ասեմ, չկա ներկապային չկա մեր գյուղում մանկապարտեզ, բայց տարիներ առաջ կողքի գյուղերում էլ այս համայնքում ընդհանուր 17 գյուղում շատ քիչ էր, հիմա արդեն մի քանի գյուղերում կառուցվել է մանկապարտեզներ։ Ընթացքում ամեն ինչ կարգավորվում է։ Իսկ այն գյուղերում, որտեղ չկա դպրոցներին կից կա նախակրթարան, որ կոնե առաջին դասարանից առաջ ինչ-որ մի նախակրթարան կհատված գնանք։ Ծաղկալանջ գյուղում էլ կա նախակրթարան։ Կան ծնողներ, որոնք հավես չունեն երեխաներին տանել մանկապարտեզ։ Դեմ են դրան։ Ես գիտեմ այդպիսի ծնողների։ Դեմ չէ, բայց հավես չեն համարում մեր երեխաները մանկապարտեզին, լավ չեն դեռ կա։ Ոնց չէ։ Որտեղ իրենց հետ ինչ-որ աշխատանք բան, հետները խոսել, քննարկել, որ դա կարևոր բան է, կարևոր է որ երեխան նախնական կրթություն ստանա մինչև դպրոց գնալը։ Խոսում ենք համայնքապետարանը աշխատում է սոցիալական աշխատող զբաղվում եմ այդ հարցով։ Հաջողություններ կան, հեչ համոզել եք մարդու, որ ոնց չէ։ Դա երեխային մանկապարտեզ տանի այնուամենայնիվ։ Լավ, հիմա որ ասենք մոտավորապես երեխաների նախադպրոցական տարիքի երեխաների ինչ մասն է, որ նախնական կրթություն չի ստանում։ 10%-ը, 20%-ը, 50%-ը մոտավորապես ինչ։ Այսինքն որ ցանկություն չունեն, որ չեն գնում, ուղղակի չեն ստանում տարբեր պատճառներով։ Մարդկա ուսման վարձը վճարել չի կարող, հա, վճարով է, չէ՞, համայնքային մանկապարտեզը ձեզ մոտ։ Հա, բայց շատ փոքր գումար է։ 50%-ով, հա։ Ինչքան 2-3000։ Ստույգ տենց չգիտեմ։ Երևի հա դինս։ Դե Հայաստանում 2000-ից 9100 է տարբեր համայնքներում։ Խնդիրը ներկապահին նրանում կարա լինի, որ չեն հաճախում մանկապարտեզներում տեղ չլինելու պատճառով։
Բայց դե կառուցվում է հենց Հայթաղ գյուղում էլ, մեր կողքի գյուղում մեծ մանկապարտեզա կառուցվում, որ այս տարի շահագործման կհանձնվի։ Դե այդ ընթացքի հարց է, որ կարգավորվում է։ Հասկանալի, գյուղատնտեսությունը ինչի վրա է կենտրոնացած, ինչ է արտադրում, պատմեք իմանանք։ Թարխուն, ելակ, կարտոֆիլ, հիմնականում շատ է ելակ։ Գյուղատնտեսության մեջ խնդիրները որտեղ են։ Ռոռոկման ջրի խնդիրն է, որը ասում տարի համեմատած տարիների գնալով էս 2-3 տարի ավելի լավացել է, կարգավորվել է։ Սպարտակը գյուղատնտեսությամբ զբաղվում եք, հա, ինչ է կանում։ Զբաղվենք, էլի նո ելակ մեկ է թախուն եմ ուզում մշակեմ, արդեն դրել եմ մի քանի ջերմոցային այդ Իգնաշեն ջերմոցներ այլ դա փորձում ենք արդեն դեռ անցած տարի նոր եկանք, չէ, հալա չենք հասել տեղավորվենք, հիմնական տեսքով նորոշվենք, տենակ գյուղում կմնանք կամ որտեղ կմնան, դրա համար այս տարի նոր սկսել ենք։ Հասկացա։ Ավելացնեմ, օրինակ հենց Սպարտակի հետ կապված իր այդ աշխատասիրությունը շատ գովելի է, որ եկել է այստեղ ձգտում ունի, արդեն հարմարվել է այս մեր կյանքին, գիտի, ասենք մշակելու ձևը արդեն կարում է լավ մշակի, չգիտեմ, մենք որ շատ գովելի փաստ է, էլի, որ աշխատում է, աշխատասիրությամբ ուզում է չտարբերվի, էլի, տեղի բնակիչներից։ Ընդհանրապես ես չեմ զլանա շեշտեմ, Սարգսի միտքը շարունակեմ, որ Արմավիրի մարզում իմ կարծիքով արցախցիները ավելի շուտ են ինտեգրվել ու առանձնացնել նաև Խոյ համայնքը։ Ժողովուրդը ընդհանրություններ շատ ունենք։ Հիմա այնց է ստացվում, որ մեր համայնքն մենք անընդհատ գովում ենք։ Ճիշտ է, չգովելու տեղել չունենք։ Չէ, ես եղել եմ գյուղերում, որտեղ չկան արցախցիներ, չեն հարմարվել, չեն ուզում, երբեմն սահմանամերձ է, Սյունիքի սահմանամերձ գյուղերում օրինակ շատ հարց ու փորձ արեցի, ասացին, որ հատուկ են սահմանը մոտ է, բագարանում ասացին, որ են կողմնել Թուրքիան է եկել նայել, տեսել, ասել են չենք ուզում, շնորհակալություն։ Հա, իսկ բանը մանկապարտեզներում կամ դպրոցներում Արցախի բարբարի ընկալում, չընկալում են առաջին օրերին, ասում են, որ երեխեքը չեն հասկանում, տեղացիները չեն հասկանում արցախցիներին։ Այս հարցերը հաղթահարվել են, նկատել եք որևէ բացասական վերաբերմունք որևէ մեկի կամ մարդկանց կողմից, ինչ թե արցախցիներ, որտեղ նման լուրեր բարբերաբար պատտվում են, փորձում են ասել, թե այ մարդեսով են եկան կյանքերս կերան, կներեք էլի այս բաների համար, բայց որ մամուլում շրջանառվել է, ես այդ հարցը միշտ տալիս եմ։ Նկատել եք դուք ձեր առօրյա կյանքում, համայնքում, ես իմ երեխաների հետ կապված ինչ որ մի կամահրական, մերժողական, բացասական վերաբերմունք երեխաների նկատմամբ կամ հենց մեծահասակների նկատմամբ պատահել է նման բան, կա։ Համանքի դուրից ես տեղյակ չեմ, բայց կոնկրետ իմ բալիկը հաճախում է Էջմիածնիկ Գրիգոր Լուսավորչի անվան դպրոցը, երեխաների հետ նորմալ շփվում է, երեխաների մոտ ուղղակի զարմանք է առաջացրել, որ իմ բալիկը գրականով շփվել է։ Կային երեխաներ, որ հարցրել են, բա դու ո՞նց ես մեր լեզվով խոսում։ Իմ բալիկը բացատրեց, որ նույն դպրոցն է, նույն դասագիրքն է, մենք շփվել ենք գրականով։ Արցախում մենք շփվել ենք գրականով ու ես ուրախացա, որ երեխաները իմ բալիկի ասածով տեղեկացան, որ Արցախում մենք գրականով ենք շփվել։ Հա, հասկանալի։ Բաներ, արտադպրոցական կրթությունը համայնքում, սպորտ դպրոց, արվեստի, երաժշտական սպորտ, ինչ ունեք, ինչ կա, չկա, վիճակն ինչպիսին է։ Ունենք մշակույթի տոն ունենք, մշակույթի կենտրոն ունենք, ունենք խմբակներ, բարի խմբակ ունենք, դհոլի ունենք, սպորտի, բոլոր գյուղերում էլ կա սպորտի խմբակներ։ Այդ ուսուցումները վճարովի են։ Չէ, անվճար, համայնքը վճարում է ուսուցիչներին եւ երեխաները գալիս անվճար։ Բանը մարդիկ կան, որոնք հերթում սպասում են տեղ ազատվի կան, թե բոլոր հետաքրքրվողները։ Հիմնականում բոլոր հետաքրքրվողները։ Դրանք հիմնականում Գեղակերտ գյուղում են, թե մնացած գյուղերում։ Չէ, բոլոր գյուղերում ունենք։ Այդպիսի խմբակներ բոլոր գյուղերում կան։ Սպորտային ինչ ունեք։ Կա։ Սպորտային, բոլորում կա սպորտային, պար ունենք, երգ ունենք, դհոլ ունենք։ Հասկացա։ Ուրիշ ինչ խնդիրներ ունի համայնքը։
Միայն գյուղը չէ, էլի։ Չէ, մենք որ ասում ենք ընդհանուր համայնքին, ես համայնքին եմ ասում։ Ինչ խնդիր։ Աղբանության վիճակը ինչպես է օրինակ։ Աղբանությունը պատշաճ ձևով կատարում է։ Ինչ բարբերականությամբ։ Շաբաթը մեկ անգամ աղբամանները բավարարում են։ Ես բոլոր գյուղերում համարյա հարցնում եմ, այս հարցերը տալիս եմ, հետաքրքիր է ինձ։ Կանոնավոր աղբանություն է արվում։ Այստեղ բան է։ Դա ամեն մեկը իր աղբը մեքենա շրջում է փողոցներով, ամեն մեկը հանում է։ Գիտեն երբ է գալու օրերը, ժամերը գիտեն, երևի ազդանշան է տալիս, մարդիկ ելնում են աղբը թափում են, անագալի եւ այլն։ Հա, ավականու հետ կապված, սա մենք գտնվում ենք փաստորեն համայնքային կենտրոնում եւ ավականու անդամներ ունի արդյոք գեղակերտը քանի հոգի են, էլի, որտեղ տարբեր գյուղական բնակավայրեր են բոլորը, ավականու անդամների հետ շփվել եք, ճանաչում եք, գիտեք, համայնքապետարանի աշխատողին չեմ հարցնում, ես էլ ձեզ եմ հարցնում, ձեր գյուղից գիտեք ավականու անդամի օրինակ, հա, գիտեմ, շփվում եք, գալիս է, հարցնում եք, ինչի կարիք ունեք, ինչ կա չկա, մյուս տարի են, հա, ձեր ընտրությունները, ճիշտ գիտեմ, 26 թիվն է, 26 թվին, հա, մի տարի մնաց, մի տարուց նախընտրական քարոզչությունը կսկսվի եւ մի տարուց կլինի նաեւ ազգային ժողովի ընտրությունները հերթականը, հա, եւ մինչ այդ պատգամավորներ գալիս գնում են, հետաքրքիր է, շփվում եք, հետաքրքրվում են կամ հրավիրում եք, թե կարիքը չկա, լինում է հեչ, պատահում է, չեմ տես։ Այլմոլորակայինների մասին չեմ խոսում, մեր ազգային ժողովի պատգամավորների մասին։ Հրավիրելը չգիտեմ, տեղյակ չեմ, բայց ինքս տիկյան այցելություններ ես չեմ նկատել։ Դուք չեմ տես։ Գալիս են համայնք ընդհանրապես։ Մեր պատգամավորներն են։ Ազգային ժողովի կարևոր չէ որ խմբակցությունից։ Հիմնականում չէ։ Կամ կարիքը կա որ կան, էլի, կան չեք ասեք եկեք, այս խնդիրը պիտի լուծվի, վերջապես ցեզնից է կախված։ Թե բանը դրան չի հասել։ Չէ, դրան չի հասել։ Հա։ Լավ, փորձեք հիշել ուրիշ ինչ խնդիրներ կան։ Ինչ կուզեիք որ լիներ։ Դե կուզեինք բոլոր փողոցները ասֆալտապատվեր։ Օրինակ կա մոտավոր հաշվարկ թե այդ հաճույքը ինչ կարժենա եւ համայնքի բյուջեի համեմատ դա ինչ գումար է։ Ահռելի մեծ գումար է։ Հաշվելու կարիք էլ չկա, հա, երևի։ Այսինքն հազիվ սուբվենցիոն ծրագրերից փողոցաշինություն, ճանապարհաշինություն, օրինակ այս սրահը ես տեսա որ նորոգված է, ինչի է ծառայում այս սրահը։ Երիտասարդներին է, հա, թե ոչ միայն երիտասարդների համար։ Ոչ միայն, նաև մեր աշխատակիցները։ Հա, ես այնտեղ տեսա հակին ինչ որ ժողովի ժամանակ ուղեղային գրոհ է եղել, գաղափարներ եք գրել, հա, բանի գրատախտակին եւ ինքս ինձ համար ենք երիտասարդական կենտրոն, շատ հաճախ կազմակերպում են տարբեր միջոցառումների շուրջ քննարկումներ, ինչպես նաև ինքը մեր համայնքապետարանի աշխատակիցների համար էլ է ծառայում։ Ասենք ավականի նիստի, նախանիստ եւ այլն։ Ավականու նիստերին էլ եք։ Նախանիստը ստեղ չենք անում։ Նախանիստին նկատի ունեք հանձնաժողովների նիստերը։ Հա։ Այո, որ ներկայացնում եք ինչ արնելու ավականի թեմաները։ Նախանիստը սենյակը։ Հասկանալի է։ Ուրիշ ճանապարհներից բացի ունեք համայնքի զարգացման հնգամյա ծրագիր, տարեկան աշխատանքային պլաններ պիտի որ ունենաք ավականու որոշած հաստատած բաներ կան որ նախանշած է, բայց ասենք միջոցները չեն բավականացրել կամ ենթադրվել է որ դա սուբվենցիոն ծրագրով կլինի պետությանը կդիմենք, պետությունը ինչ-որ օժանդակություն կցուցաբերի եւ առայժմ մնացել է արկախված։ Բազմաթիվ համայնքներում նման գաղափարներ կան, որոնք նախանշել է համայնքի ավականին, համայնքապետի հետ, պլանավորել է, որ սա անելու ենք առաջիկա 5 տարիների ընթացքում, իսկ տարեկան աշխատանքային պլաններով նախատեսել է, որ մյուս տարի կանենք այս գործերը եւ ստացվել է այնպես, որ փողը հերիք չի արել եւ պիտի հայթայթել այդ գումարը, որպեսզի գործը արվի։ Նման դեպքեր ունեք, թե ամեն ինչ ըստ պլանի է առաջ գնում։ Հիմնականում խոշոր ծրագրերը իրականացնում ենք սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, իհարկե մասնակիորեն, այո, մասնակիորեն նույնիսկ համայնքի գազաֆիկացումը հաշվի։ Լեռնամերձ գյուղում գազաֆիկացումը։ Գազաֆիկացման նույնպես սուբվենցիոն համայնքները մասնակցել, պետբյուջեից էլ է փող եկել,
Ճիշտ հասկացա ես, հա։ Մանկապարտեզների կառուցում, վերակառուցում, տանիքների վերակառուցում, նորոգում, տարբեր ծրագրեր։ Ճանապարհաշինարարություն, ասֆալտապատում, ջրագիծ, նոր ջրագիծ։ Հասկանալի է։ Արցախում տեղական ինքնակառավարման հետ գործ ունեցել եք նախկինում եղել է, որ ավականին ինչ բան է, համայնքապետը, ավականու նիստերը, ձեր նախընթաց փորձը ինչպիսին է եղել, էլի։ Ես ճիշտ ասած չեմ առնչվել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, աշխատել եմ Արցախի նախագահականում, հետո հիմնադրամ։ Հիմնադրամից հետո արդեն տեղահանվել ենք Հայաստանի Հանրապետություն։ Սպարտակը։ Ես հետ չեմ շփվել, ինձ արել եմ եղել, դες չեմ շփվել իրաց, չէ։ Բայց ճանաչում էիք ավականու անդամների։ Հա, սա գիտեինք, դες մաս։ Այո, իհարկե։ Նկարագիրի գիտեինք, ծանոթ էինք։ Հասկացա։ Օրինակ ես շատ արցախցիների հետ շփվում եմ Հայաստանում, շատերը տեղյակ չեն, որ իրենք եթե 1 տարի հաշվառված են, առնվազն 1 տարի հաշվառված են որևէ համայնքում, բնակավայրը կարևոր չէ։ Իրենք իրավունք ունեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու եւ որպես տեխնացու եւ որպես ընտրող։ Մարդիկ հաճախ մտածել են եւ մտածում են, որ եթե քաղաքացի չեն, ուրեմն իրենք իրավունք չունեն ընտրելու, ընտրվելու եւ ես իհարկե բացատրել եմ, որ ունեն այդ իրավունքը, եթե կոնե 1 տարի հաշվառված են այդ համայնքում, շատերը զարմացել են, ուրախացել են նույնիսկ, թե մենք գիտենք, դա միայն քաղաքացիություն ունենալով է։ Ես դա գիտեի։ Հիմա ես ձեզ ասացի եւ հույս ունեմ, որ դուք եք մյուս արցախցիներին տեղյակ կպահեք։ Իսկ թվում է դրա մասին կարելի է իրազեկել արցախցիներին։ Իրազեկեք, խնդրում եմ, ես հաղորդումների մեջ հաճախ դա անում եմ, որ մարդիկ իմանան, ավելին տեխնացու էլ կարող են լինել ու ավականու կազմում առնվազն 30%-ը պիտի լինեն սեռերից մեկից։ Մեր երկրի ադապտների, ավանդույթներից գալով պիտի ասենք, որ այդ սեռը հավանաբար կանայք են, էլի, այնպես չէ, որ մեր մոտ կանայք շատ են, կոնե 30%-ը տղամարդկանց քաղաքական ակտիվության իմաստով շատ են։ Եվ կոնե տղամարդկանց 30% տեղ տրվի։ Մերի դեպքում կոնե 30% կանայք պիտի տեղ ունենան, հիմա էլ ընտրված ավականու կազմերում այդպես է։ Պիտի այդպես լինի հաջորդ ընտրություններից հետո, ճիշտ է, նախորդ ընտրություններից հետո որոշ համայնքներից կանանց ավականու կազմելիս տուն են ուղարկել լավ վատ իմաստով, էլի, ասել են քո պատմական առաքելությունը կատարել ես դիմում գրի գնատուն եւ նրանց փոխարինել են տղամարդիկ, ցավոք։ Այնպես որ առաջիկայում պատրաստ եղեք, որ կարող է քաղաքական ուժերը նաև դիմեն արցախցիներին, ասեն ինչու ոչ դուք էլ եկեք, տեսնում ենք, որ խելք ունեք, գիտելիք ունեք, կարող եք նաև մասնակցել տեղական ինքնակառավարմանը, սա պիտի նկատի ունենալ, էլի, հա։ Սա այն դեպքում, եթե իհարկե արցախցիները իրենց համարում են այդ համայնքում, հողում իրենց ապագան կապող մարդիկ, հա։ Եթե այդպիսի մտադրություն չունեն, պարզ է, որ ընտրությունները իրենց չի էլ հետաքրքրում, էլի։ Հա։ Լավ, ժողովուրդ ջան, եթե լրացնելու բան չունեք, խնդիրների հետ կապված, կուզեինք իմանալ, էլի ուրիշ ինչ կարիքներ ունի համայնքը։ Հաջողություններ ունի, նվաճումներ համայնքը։ Կասեք, բացի գազաֆիկացումն ու ճանապարհները։ Ինչ որ փառատոններ, բաներ ունենում եք համայնքում։ Հա, ոնց չէ։ Ասեք, էլի պատմեք իմանանք։ Սպորտի փառատոն եմ անցկացնում։ Միջոցառումներ շատ է լինում։ Կա ինչ-որ մի տիպական բան, որը հենց Խոյ համայնքին է վերաբերվում, կամ գյուղերից մեկն ու մեկին։ Ասենք Մուսալերը, Հարիսան է, գիտենք, հա, ցեղասպանության, փրկության հետ կապված մուսալերցիների եւ այն Տոլմայի փառատոն են անում Էջմիածինն է, չէ՞։ Դո ոչխար խուզելու փառատոն են անում Սյունիքի գյուղերից մեկում։ Տարբեր տեղեր, տարբեր ինչ-որ առիթներ են գտնում, որպեսզի այդ փառատոններով մարդկանց զբոսաշրջիկներին, օտարերկրացիներին նույնիսկ դեսպաններին հրավիրեն համայնք, լինի համախմբություն, ինչ-որ փող կա հոսի դեպի համայնք, որպեսզի համայնքը աճի, զարգանա, այս մասին մտածում եք, թե չկա։ Մեր խորհրդականը պարոն Ստեփանյանը լավ առաջարկներ ունի ու ցանկություն ունի նման մի բան իրականացնելու մեր համայնքում, որ հենց անձամբ ինչ-որ մի գյուղին այդ վերաբերվի։ Դες նպատակներ կան։ Ներկա պահին չունենք, բայց նպատակ կա, պլաններ կա, պետք է ունենանք։ Մեզ տեղյակ կպահեք, կանք նայենք մասնակցենք։ Անպայման։ Շնորհակալություն, բան կա, որ կուզեիք լրացնել, ասեք։ Մենք ձեզանից շատ շնորհակալ ենք, որ
Լրագրողներ չեն գալիս ձեր համայնք ուշուշ են գալիս։ Հա, ուշուշ են գալիս, բայց որ սենց հաղորդաշար եք իրականացրել ու մենք ներկա ենք գտնում։ Շատ կարևոր է, որ լուսաբանում եք համայնքները։ Ես միշտ ասել եմ, հայապահպանությունը հենց համայնքներից է սկիզբ առնում։ Ու շատ կարևոր է, որ հաճախակի լինի համայնքների բացահայտումը, լուսաբանումը, իրազեկված լինի հայ հանրություն, որ Երևանից այս կողմ ինչպիսի կյանք կա, ինչպիսի ժողովուրդը ինչ պայմաններում են ապրում, ինչպիսի նախասիրություններ ունեն, թեկուզ սենց լուսաբանելով հային ավելի լավ ճանաչում։ Հասկացա, դուք ավականոնիստեր ուղիղ հեռարձակում են, ունեք դա Facebook-ում հավանաբար էջ ունեք, որտեղ իրադարձությունների մասին իրազեկումներ եք անում, հա, խորհուրդս է զարգացնել այդ ամբողջ համակարգը իհարկե, ավելի պրոակտիվ լինել, ավելի շատ իրազեկել համայնքում իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների մասին։ Եղավ, շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ այցելելու հարցազրույցի համար։ Սիրելի ժողովուրդ, սա մեր հերթական հաղորդումներ, այս անգամ Խոյ համայնքից, Գեղակերտ գյուղից, որտեղ Խոյ համայնքի կենտրոնն է, եւ իմ զրուցակիցներն էին Անուշը Կալստյան, որը համայնքի քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի գլխավոր մասնագետն է Արցախից, Սարգիս Ախանոյան, որը Խոյի համայնքապետարանի իրավաբանական առողջապահության սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետն է, ահագին ծանր պարտականություններ ունի մարդը, ինչպես հասկանում եք, Սպարտակ Ադամյան, Արցախի Ճարտար քաղաքից եւ որը տեղավոր ապրում է հիմա Ծաղկալանջում եւ զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Ճիշտ հասկացա ես, հա։ Շատ շնորհակալություն։ Խնդրում եմ լայքել հաղորդումը, բաժանորդագրվել, տարածել, որպեսզի հնարավորինս շատ մարդու հասանելի դառնա։ Եթե կամենում եք, որ մենք ձեր գյուղ էլ այցելենք, գրենք ինձ, քննարկենք, որոշենք, կգանք ձեր գյուղում էլ հարցազրույց կանենք, գյուղի կյանքը, կարիքները, հաջողությունները կներկայացնենք հանրությանը։ Այնպես չէ, որ Հայաստանը միայն մայրաքաղաքով է եւ նրա այդ շատ մեծակա տարածքներում տեղավորված ժողովրդով է։ Հայաստանը շատ ավելի մեծ ու ընդարձակ է եւ գյուղերը շատ հաճախ մնում են ստվերում։ Մեր նպատակն է նաեւ բացահայտել, ցույց տալ գյուղերում կյանք։ Շնորհակալություն։